Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն ինչպես գիտեք, այս հատվածում միշտ մեզ է միանվելուց ավան Արմեն Չիբուրճյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Երկու թեմա ունենք այսօր խոսելու, մեկը Միացյալ Նահանգների փոխարտգործնախարարի այցելությունն է Հայաստան, երկրորդը մեր հավաքականի, այսպես ասենք, հերոսական խաղը Պորտուգալիայի հավաքականի դեմ։ Արի սկսենք քաղաքականությունից Արմեն, ֆուտբոլը թողնենք երկրորդ մասում։ Սկսենք։ Ես երբեմն մտածում եմ, որ Վաշինգտոնում պայմանավորվեցին, չէ, Ադրբեջանը եւ այլն, մի տեսակ մտավախություններ, որ կարող է ականջի հետև գցեն, այդքան կարևոր չլինի այս ամեն ինչը Միացյալ Նահանգների համար։ Բայց մինչև էս էլ եղան փոքր այդպիսի դրվագներ եւ հիմա այցը փաստորեն այդպիսի պաշտոնյայի ոնց որ Միացյալ Նահանգների փոխարտգործնախարարն է Հայաստան, արդյոք սա ցույց է տալիս, որ իրոք Միացյալ Նահանգները հետաքրքրված են այս ամեն ինչով Արմեն, այս մեր հարաբերություններով։ Այսինքն կենսական շահեր են տեսնում այստեղ։ Եթե չտեսնեին, չէին էլ խառնվի։ Ռեսուրս ու ժամանակ էլ չէին ծախսի, անիմաստ է դա։ Տեսեք, Միացյալ Նահանգները հետաքրքրված են, որ ու գնալով ավելի շատ են հետաքրքրված լինելու, որովհետև մենք մի փոքր կանդրադառնանք նաև այն հարցին, Չինաստանի հետ իրականում շատ են լարվում հարաբերությունները։ Իսկ այս ճանապարհը հետագայում կարող է լրջագույնս օգտագործվել Չինաստանի կողմից, լրջագույնս օգտագործվել։ Եվ այս ճանապարհը կարող է դառնալ բավականին լուրջ լծակ Եվրոպան, թուրքական չինական ազդեցության տակ պահելու, այսպես ասեմ, հարցում։ Միացյալ Նահանգները չի կարող դա թույլ տալ, որովհետև առավել ևս ինքը նաև գործընթացներ է սկսել Մերձավոր Արևելքում եւ հիմա այն քաղաքականությունը, որ տանում է Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան, ըստ էության Միացյալ Նահանգների դիրքերն է վերականգնում եւ ուժեղացնում, ուրեմն կամ ուղղակի նոր, այսպես ասած, ազդեցություններ է ստեղծում աշխարհում, որովհետև հասկացավ, որ եթե այսպես շարունակվի, Չինաստանը ուրեմն ուղղակի խլում է Միացյալ Նահանգների լիդերությունը աշխարհում։ Իդեպ մենք դա տեսնում ենք Լատինական Ամերիկայում, որորի սպասում ենք Վենեսուելայի դեմ պատերազմի։ Մենք դա տեսնում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակը ինչպես է լարվում եւ շարունակում է լարված մնալ իդեպ ասեմ։ Մենք դա տեսնում ենք Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների միջամտությունը։ Մենք անգամ տեսանք, որ Միացյալ Նահանգները Աֆրիկայում եւ Ասիայում թույլ չտվեց նոր կոնֆլիկտների այսպես ասում է էսկալացիան բռնկումը, այո։ Եվ այս ամեն ինչը կապված է նոր աշխարհակարգի հետ եւ մենք ըստ էության Հայաստանը այս նոր աշխարհակարգի ձևավորման կամ հնի, այսպես ասում է, update-ի հարցում եւ այլն լրջագույն դերակատարություն սկսեց ունենալ եւ դա շատ կարեւոր է եւ շատ լավ առիթ է մեզ համար։ Եվ մնացածը միշտ ասել եմ, իրոք այս Թրամփի ճանապարհը Հայաստանի համար հնարավորություն է խելացի օգտագործելու դեպքում դուրս գալ այն տասնամյակների իզոլացիայից, անկախ պետություն ստեղծելուց հետո, եւ իրականում լուրջ հնարավորություն է միանալ քաղաքակիրթ աշխարհին։ Լրջագույն հնարավորություն է ստանում Հայաստանը։ Դրա համար պետք է օգտագործել այս ռեսուրսը շատ խելամիտ եւ շատ ճիշտ։ Բնականաբար Միացյալ Նահանգները ավելի շատ հետաքրքրված է այդ ճանապարհը կառավարելու վրա, որովհետեւ այդ ճանապարհը ուղղակի չօգտագործվի Չինաստանի ուրեմն շահերի համար, որտեղ մենք տեսանք, որ այդ միջին միջանցքի հարցում քիչ թե շատ շահագրգռված է նաև Միացյալ Նահանգները, որտեղ մենք տեսանք, որ հրավիրել էին Կենտրոնական Ասիայի երկրներին Վաշինգտոն, ուրեմն այո։ Եվ բայց պետք է մի բան հասկանալ, որ Կենտրոնական Ասիայի երկրները մեծ հաշվով չունեն ոչ այն արտադրանքը, ոչ այն արտահանման ներուժը, որոշակի կարևոր բաներ ունեն։ Հա, օրինակ տեսականորեն վերցնենք ղազախական, ասենք, էներգառեսուրսներն ու ուրանը, տեսականորեն։ Ինչ որ հարցերով, այո, Միջին Ասիայի Մերձավոր Կենտրոնական Ասիայի համար որևէ բաներ կան կարևոր, որ պետք է, որը հիմա ինքը ստիպված է Ռուսաստանով արտահանում, հա, կախվածության մեջ է անգնում, որոշ բաներ պետք է, ինչ որ պետք է Արևմուտքին Կենտրոնական Ասիայից փորձում է դրա համար ուղիղ ճանապարհ հարթել, դրանով նաև թույլատնելով Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայի երկրների վրա։ Բայց հուսալ, որ Կենտրոնական Ասիայի երկրները կարելի է ամբողջությամբ պոկել ուրեմն Ռուսաստանից եւ Չինաստանից, դա մի փոքր հեքիաթային է։ Այո, Ռուսաստանի ազդեցությունը թույլանալու է, այնտեղ Չինաստանը ավելի դոմինանտ է դառնալու, դա ակնհայտորեն։
իրենք ուղղակի աշխարհագրորեն են այնպիսի վիճակում են, որ մի փոքր անհավատալի է, որ այս իրավիճակում իրենց հնարավոր կլինի, բայց ինչ որ չափով իրենց համար ապահովել որոշակի անկախություն, դա շատ կարևոր է, այսինքն Միացյալ Նահանգները իր ներկայությունը պահպանելու կենտրոնական այո, եւ որոշակի այո, օրինակի համար վաղը մյուսօրը կարող է Միացյալ Նահանգների պետք կլինի, չգիտեմ, տեսական օրինակ եմ բերում, Ղազախստանում ռազմաբազա դնի։ Հիշում եք, այդ Qırğızstանում ավիաբազա ունեին, որ ռուսները հասան նրան, որ այդ ավիաբազան պետք է հանեն, հա, ու լավ էլ գումար էին վճարում այդ ավիաբազայի համար, կհիշեք այդ պատմությունը։ Եվ այս իմաստով Միացյալ Նահանգների համար պետք է բանալի ոչ թե ինք իրան պետքա որ այսպես ասում է Չինաստանից ապրանքները գան գնան Եվրոպա խաղաղության խաչմերուկ բացվի սաղ ամենտեղ չէ իրան դա պետք չի որովհետև մեծ հաշվով Միացյալ Նահանգների համար շոշափելի եկամուտ գիտեք Տրամպը բիզնեսմենն է ինքը քաց ունի այդպես բաների վրա հա շոշափելի եկամուտ ասենք իրան 1000 տարի ինքը հետաքրքրված չի որ Իրանից Ռուսաստան ապրանք գնա կամ հակառակ ուղղությամբ հակառակը հիմա դուք տեսաք որ արդեն խոսում է այդ մասին որ Տրամպը այն սանկցիաների մեջ որ Ռուսաստանի երկրորդական սանկցիաների մեջ որ ուզում են հիմա Լինցի Գրեմ առաջարկեց դրա մեջ ուզում է Իրանն էլ ներառի հա այս իմաստով այսօր մենք այդ մասին խոսում դրա համար պետք է այստեղ կարևորագույնս հասկանալ ինչա ուզում Միացյալ Նահանգները Եվ գլոբալ, ախր գիտեք ինչն է խնդիրը, տրանզիտով դու մեծ գումարներ չես աշխատի։ Իրականում այդ փչած պատմությունը, որ ըստեղից ընդեղ ապրանք կգնա, ընդեղից ընդեղ չէ, որ այդ ապրանքները տարբեր երկրներով են գնում, բոլորը իրենց փայը ունենում են տրանզիտի։ Այստեղ կարևորը թե դու ինչ կկարողանաս դու անձամբ, ինչ կկարողանաս արտադրել եւ քո արտադրանքը արտահանել։ Ինչ միջավայր կստեղծես երկրում ներդրումային, օրինակ, մի կարևոր օրինակ բերեմ Այսօր Ղազախստանում գործում է 600 ամերիկյան ընկերություն եւ բավականին խոշոր ընկերություններ 600 Ինչու որովհետեւ ղազախները վախենում են եւ ռուսական եւ չինական ազդեցությունից եւ անգամ Նազարբաևը, որը բավականին հավատարիմ էր Կրեմլին անգամ Նազարբաևը, իսկ դուք գիտեք, իդեպ ասեմ, ուրեմն իրենց համար երկրորդ լեզուն ռուսերենն է Ղազախները գրեթե բոլորը փայլուն խոսում են ռուսերեն, շատ տարածված է։ Հարազատ լեզու է ռուսերենը իրենց համար կարելի ասել։ Եվ պատկերացրեք, որ անգամ Նազարբաևը ամեն ինչ արեց, որպեսզի ամերիկյան ընկերությունները գան Ղազախստան, որպեսզի դիվերսիֆիկացիա տեղի ունենա հնարավորինս, հա։ Եվ դրա համար Ղազախստանը դարձավ ամենաարագ զարգացող երկրներից մեկը Կենտրոնական Ասիայի։ Որտեղ ամերիկյան ընկերությունները մեծ քանակով թույլ տվեց եւ ոչ միայն ամերիկյան, այդտեղ նաեւ եվրոպական ընկերություններ կա, մենակ ամերիկյանն է 600։ Եվ այս իմաստով մեզ համար ինչն է կարևոր։ Մեզ համար կարևոր է, որպեսզի մենք մեր հնարավորությունները մեծացնենք եւ մեզ համար ընդհանրապես էական չի Ադրբեջանը Նախիջևան կգա թե չէ։ Այդ մենք ուղղակի ելնելով իրավիճակից ստիպած պետք է այդ հարցը լուծենք, հա, պարզավոր Տրամպի ճանապարհը։ Մեզ համար կարևոր է, որպեսզի Թուրքիայի սահմանը բացվի եւ մենք կարողանանք օգտվել տրանսպորտային ուղիներից։ Բայց ոչ թե որպես տրանզիտ, որ 2 կոպեկ գցեն դեմդ, ասենք 2 կոպեկա, դա կոպեկներ է, որտեղ եթե մենք նայում ենք Ադրբեջանի տարածքը տրանզիտի, Հայաստանի տարածքը տրանզիտի, Թուրքիայի տարածքը տրանզիտի, Հայաստանը անում է քիչ նա շահելու դրանից։ Եվ կրկնում եմ, դա չի բերում երկարաժամկետ զարգացմանը, դա ընդհանրապես երկրին ոչ մի բան չի տալի։ Դա գիտեք ինչա, այն ինչը դու ուղղակի նստած ոչ մի բան չես անում, փող ես աշխատում, դա միշտ ռեգրեսիա է բերում։ Օրինակ ոնց որ կան, չի ասենք որոշակի օրինակ դիտակտորը Մադուրոյի ռեժիմը նստած է նավթի ասեղի վրա, կոպիտ ասած, ոչ մի բան չի անում, երկիրը աղքատ մեռնում է։ Եվ այլն այսպես շարունակ։ Կամ նույնը Ադրբեջանը։ Իրանց Ալիևին ինչ որ պետք է առնում է, լավ զենք է առնում է, չէ, բայց ասենք այն կարողությունները, որ ունի Ադրբեջանը, ասենք իր ժողովուրդը շատ ավելի լավ պետք է ապրի։ Այո, ինքը շատ մեծ ռազմական բյուջե ունի, իր շրջապատը շատ լավ ապրում է, ինչ որ պետք է զենքերից առնում են գլոբալ, բայց մեծ հաշվով կոռուպցիան այնքան շատ է, որ այսինքն համեմատության մեջ եմ ասում։ Վստահ եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը, ասենք, չգիտեմ, լավ ապրում շատ ժողովուրդներից մոտարը, բայց համեմատության մեջ ասենք ինքը, այն ինչ որ իրանք կարային ապրեն, ինչ որ հիմա ապրումը տարբերությունը ահռելի է, այսինքն Ալիևը բավականին լուրջ թալանում է իր ժողովրդին այս իմաստով, հա։ Դրա համար դա այն ասենք նավթն է, չէ, նստած են նավթի ասեղի վրա։ Օրինակ Ռուսաստանը մեծ բենզակ լցակայան է, չէ, դրա համար են ասում, այն հնարավորությունը որ ռուս ժողովուրդը կարար ապրեր ու ապրում է, դա ահռելի է, ասենք, այն որ շրջաններում աղքատություն է տիրում, ասենք, հա, ի տարբերություն Մոսկվայի, Լենինգրադի եւ բանը, եւ այսպես շարունակ։ Մի խոսքով ասածս դա է, որ այդ որպես այդպեսին Միացյալ Նահանգները հետաքրքրված է ունենալ բանալին,
այդ ճանապարհի, որ երբ որ ուզենա կարողանա բացի, երբ որ ուզենա կարողանա փակի, սրա մասին է խոսքը։ Շնորհակալություն, հիմա մեզ մոտ գովազդ կվերադառնանք ու շարունակենք զրույցը Արմեն Չբրկչյանի։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Դե ինչ Արմեն խոստացում ենք ֆուտբոլից խոսել, բայց երկու բան ավելացնել չմոռանամ, էլի շատ առաջատեմային, լավ։ Աշխատանքային խմբերի ղեկավարներ պետք է նշանակվեն, կարծես թե Միացյալ Նահանգները նշանակվել է Բեյքերի այցից հետո, բայց Հայաստանի ղեկավարի անունը չի նշվում։ Դեռ չեն որոշել։ Դեռ չգիտեմ, որոշել են թե չեն որոշել, ինչ շատ հետաքրքիր է Հայաստանի ղեկավարի անունը աշխատանքային խմբի, սպասում եմ, շատ կարևոր է դա հասկանալով։ Օրինակ, եթե որոշեմ, որ այս պաշտոնն են տալու Մեհեր Գրիգորյանին, ինձ համար ամեն ինչ պարզ կդառնա արդեն այս պատմության մեջ, էլի։ Անհամբեր սպասում եմ։ Ու մեկ էլ մեր հայ ազգի ինտելեկտը, որը ասենց իրամականունը ինտելեկտ եմ դրել, շատ եմ սիրում իրան, այդ մեր տարածքային կառավարման եւ ինչ էր տարածքային կառավարման մոռացա։ Եվ ենթակառուցվածքների, այո, նախարար։ Հետո փոքր կառուցվածքների մանր մինչև տեսել եք իր դեմքը, ինքը լրիվ ինտելեկտ է, լրիվ, ասենց ոտից գլուխ ինտելեկտ է։ Մի խոսքով, այսօր ասեց, որ հիմա որոշվել է 26 թվականի վերջ են որոշելու մոդուլային ատոմակայանները ում են տալու, հա։ Ասենք պատկերացնում եք, որոշել են, որ բան չմնաց Արմեն։ Փոքր 26 թվականի վերջը, 26-ի վերջը։ Տարի ու կես։ Ու գիտեք ինչ նախնդիրը, տեսեք, մենք Միացյալ Նահանգների հետ հիմա պետք է արագ գնանք, որովհետև Ադրբեջանի շքերթը տեսա ռազմական։ Եթե չէ, ասեմ ձեզ, իրականում եմ, որ ասում եմ, տպավորիչ էր։ Չինաստանից էին մեծ քանակությամբ եւ լուրջ զենքեր գնել, ինքնաթիռների սկսած եւ զինահրթիռային կայաններից վերջացրած Սլովակիա, Սերբիա, Իտալիա եւ այսպես շարունակ։ Երբ զենք ծախող Իսրայել, դե չէ, ունեն լուրջ առանձնահատկություններ։ Լավ, խոսենք մեր ֆուտբոլային։ Չէ, այս ասեմ այդ մանպահը, եւ այս իմաստով շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանը իրականում այդ տարբերությունը սկսի կրճատել։ Առաջինը, որ մենք պետք է անենք, մենք պետք է դառնանք վստահելի դաշնակից կոնկրետ երկրների համար, այն երկրների, որ մեզ կարող են օգնել այդ հարցում։ Եվ երբ որ հայտարարում է մեր ինտելեկտը պարզավոր իհարկե պայմանավորված այնտեղ որոշումը տենց է, որ 26 թվականի վերջ այդ նշանակում է ոտներս կախկցենք, տեսնենք Պուտինը հələ ինչ է անում, մի տարի ու կես հետո էլ նոր կորոշենք Ամերիկային տանք, թե չտանք, թե չինացիքին կարող է տանք, որտեղ փոքր մոդուլային ռեակտորներով ատոմական, դեպ ձեզ ասեմ, ունի Չինաստանը, ուրեմն Ռուսաստանը մի հատ ունի ջրի վրա ուրեմն ցամաքային տարբերակները դեռ ավարտած չի, ամերիկացիները կառուցում են Միացյալ Նահանգներում 2 թե 3 տեղ կառուցում են, սարքում են արդեն իրականացնում են։ Հիմա այդ փոքր մոդուլայինները ամենաթրենդայինն է, Ճապոնիան պատվիրեց Միացյալ Նահանգներից, իդեպ ասեմ ձեզ, շատ հետաքրքրական է, Ճապոնիան պատվիրեց, իրանք դեռ մտածում են, տեսնեն ինչ կլինի, կարող է պատահի Պուտինը հետ գա, Պուտինը։ Դու ապրուշնչում ես Պուտինով Արմեն Կարի։ Ուշքս գնում է։
Ես չեմ ապրում, ինտելեկտն է ու իր ղեկավարությունն է Պուտինով ապրում շնչում։ Լավ, իր ղեկավարությունը չի ապրում։ Ու ուշքները գնում է, վստահեցնում եմ ձեզ, վստահեցնում եմ ձեզ։ Բաներ կասես, այդ սահասացները թե չես անում։ Ես հեչ չեմ անում, ես առաջին օրվանից իրանք ըստ էության պուտինիստ են ու ուղղակի հանգամանքներ։ Հենց էս ղեկավարությունը Ձեզ Փաշինյանով, բանով սա։ Բա ձեր կարծիքով խի է բանը փակեցին։ Բա ձեր կարծիքով խի է այդ հանքը փակեցին ամերիկացիների շտողեցին աշխատասի։ Բա ձեր կարծիքով ինչի ուղարկեցին Սիրիա զորքեր։ Բա ձեր կարծիքով պատերազմը ոնց եղավ։ Բա կարծիքով խի են ռուսական զորքեր ուզում գային։ Արուսյակը ոնց է ասում, ես համաձայն չեմ։ Հա, խնդիր չկա, դու կարող եք համաձայն չլինել։ Մինչև հիմա ռուսական ալիքները աշխատում են, մինչև հիմա ԵԱՏՄ-ն ծաղկում է, մինչև հիմա ամեն ինչ դրված է ԵԱՏՄ-ի վրա, իդեպ ուկրաինական ցորենի հետ կապված էլ թանկա, ուրեմն ամենաէժան ցորենը հիմա ուկրաինականն է շուկայում էքսպորտի համար։ Եվ ամենավորակով է, բայց քանի որ դու գտնում ես ԵԱՏՄ-ի մեջ եւ այնտեղ պայմանականորեն 60-70%, եթե դու դրսից գնես, ոչ ԵԱՏՄ տարածքից, 60-70% լրացուցիչ հարկ ես վճարում, դրա համար ուկրաինական թորենը դառնում է դորդուբեշ։ Ու տենց ամեն ինչը, ինչ որ Պուտինը չի ուզում, դու չես կարող դրսից բերել։ Օրինակ նույն ամերիկյան մեքենաները, հիմա որ դու Ամերիկայից մեքենա ես տանում Հայաստան, ահռելի մաքսատուրք ես վճարում։ Այո, հասկացա, լրիվ։ Համար իրանք սիրում են Պուտինին, այո։ Ընդհանրապես համաձայն չէ, ընդհանրապես իրանք մի վարքյան շուտ են ուզում ազատվեն Պուտինից։ Ուզենային ազատված Եվ դա անում կլինեն։ են շատ լավ ու դանդաղ տեմպերով։ Շատ միավորում արեք, ոնց որ Սերժ Սարգսյանն էր ասում, ժողովրդին սոված թողնենք, ծարավ թողնենք, սարի ձմեռը, մենակ թե շուտ անենք։ Այդտենց ամեն տարի տես կարող ես ասել ու տես ոչ մի չի փոխվի։ Չի փոխվի։ Չի փոխվել մինչև հիմա ոչ մի։ Դե հեսա տեսեք ինչ միած իր բաներին չձերբակալեցին, իր Պուտինի սիրեցյալներին չձերբակալեցին։ Այդ ինչի՞ բա ձերբակալեցին։ Այդտեղ տարբերություն կա, բացատրեմ, չէ, լավ, եթե թեման բացեցիք, բացատրեմ։ Չէ, հերթով դու որ թվում էր, ես բացատրություն չէի Բացատրեմ։ պահանջում։ Հիմա ես եմ ասում, այդ իրենց այդ եկեղեցականներին, որ բան են անում, Եկեղեցի պայքարը ընդհանրապես Պուտինի հետ կապ չունի։ Ոնց չունի։ Պուտինը եկեղեցին օգտագործում է պրոպագանդայի համար։ Այս եկեղեցու պայքարը Պուտինի հետ կապ չունի, Մեծ կապ ունի։ Հենց մեծ ինքն բանել որ եկավ այդ միլիարդերներ ասեց եկեղեցու կողմից է MSM-ն Մոսկվայից ուղարկված։ Այդ հարցերը լուծեցին։ Դու դրանք չես տեսնում, չգիտեմ։ Հիմա տեսեք, Սերժ Սարգսյանը պուտինիստ էր։ Սերժ Սարգսյանը պուտինիստ էր, թե չէ։ Ես խոսում եմ այսօրվա մասին։ Սերժ Սարգսյանը պուտին։ Տեսեք, նորից եմ բացատրում, կան ԵԱՏՄ-իստներ, չէ, տեսեք, կան ԵԱՏՄ-իստներ եւ կան գուբերնիայի կողմնակիցներ։ Պետք չի սրանք խառնել։ Պուտինը երկուսին էլ տալիս է այդ բանը։ Հիմա տեսեք, դա ոչ մի նշանակություն չունի ինքը միշտ դա դեռ վիճակից ասեն ռուս քաղաքագետների ժամանակին։ Ինքը բոլոր ռուսական ուժերի մեջ անգամ մրցակցություն է ստեղծում ցանկացած երկրում, որը ավելի շատ կտանի այդ երկիրը դեպի Ռուսաստան։ Մեկը ասում է ես պատրաստ եմ տանելու գուբերնիայի, մեկը ասում է ես պատրաստ եմ միշտ մնալ ԵԱՏՄ-ում։ Բայց ինքը ասում է եթե գուբերնիայի տանողը հաղթի ԵԱՏՄ-ում մնացողներին ինձ ավելի լավ։ Անուն, քեզ թվում է այդ հարցը լուծելը շատ հեշտ է Հայաստանի կառավարության ասենք։ Մի օրում կասեն, «Փա, չենք ուզում Ռուսաստան, գնում ենք Ամերիկա»։ Կարող է 80 տարի պետք լինի, պատմության համար 8 տարին ինչ է։ Բայ քեզ բան, հա։ Մի օրում պիտի անեն, հա։ Մի օրում սա թողնեն, այդ ամեն ինչը։ Ոչ մի բան չի փոխվում, ոչ մի բան չի փոխվում։ Ես եմ ասում։ Այդ դու չես ուզում դրա համար չես տեսնում։ Ամեն օր բանա փոխվում, ամեն օր։ Ես չպետք է տեսական ցուցանիշներ պիտի ասեմ, ես չպետք է տեսեմ, պիտի կարդամ դա։ Ցուցանիշը ասում են, ասում ես, սու կեղծ ցուցանիշներ են։ Ես չեմ ասել կեղծ ցուցանիշներ։ Ասել ես։ Ցուցանիշը իրանք էլ հրապարակում, ես ասում ցուցանիշները այդ մասին են խոսում։ Հրապարակի։ Ասում չեմ ասել կեղծ ցուցանիշներ, արդեն իմ խոսքերն եք աղավաղում, ասում ցուցանիշները այն մասին է, որ Ռուսաստանի հետ առևտուրը շարունակում աճել։ Չտեսա որ ասես այս մի բանը լավ են արել։ Մի բան։ Ասա ոնց, չէ, էդ էլ եք արդեն աղավաղում։ Միշտ ասել եմ, երբ որ լավ բան տեսել եմ։ Օրինակ։ Լավ, դե չի կարելի տես կուրորեն նստել ու մտածել։ Դուք Արուսյակից ոչ մի բանով չեք տարբերում։ Շնորհակալություն, որ համաձայն չեն, բոլորովին համաձայն չեն։ Համաձայն կարող եք համաձայն չլինեք, բայց հորին էլ, որ ինչ որ իրան գնում են ինչ որ միտեղ որ թվերը խոսում են հակառակի մասին, դա հորինվածք է։ Երբ որ լավ են լինում թվերը, ասում ես կեղծել են թվերը։ Չկա լավ թիվ, չկա 7 տարի է դեպի Ռուսաստան են գնում։ Լավ է, լավ։ Անիմաստ է այս վիճելը։ Այսօր համար այսքանն է, քանի ավելի հեռու չեն գնացել, ցտեսություն մինչև վաղը։ Հաջողություն։